քարտեզը որ դուք գցրել եք ձեր 21 թվականին Արցախի քարտեզով Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնանշան։ Ես եմ այդ քարտեզի հեղինակը։ Հա, եւ հիմա եւ դուք Հայաստանում եք տարածում, դրա համար մարդիկ չեն հավատում, որ դուք ձեր իշխանությունը այս Հայաստանի այս տարածքներ եք ահելու։ Եվ եթե այս քարտեզի արդեն Հայաստանի Գեղարքունիքից, Ջերմուկի դիրքերից դուրս եկած լինեին ադրբեջանական զորքերը, մենք գուցե հավատայինք, որ դուք այսպես ասած այս քարտեզը ամբողջական է։ Լսեք, ես չեմ ուզում հիմա խոսել հավատից, ես ուզում եմ խոսել գործերից։ Ակնհայտ է, որ այս քարտեզը այն սպառնալիքը, որը որ դուք մատնանշում եք Հայաստանի քարտեզից այս կողմ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, ասել է եւ գործով ապացուցել է, որ այլևս սա Հայաստանի Հանրապետության սահմանն է, հաջան։ Հարգելիս տեղյակ եք, որ սահմանագծում եւ սահմանազատում process գոյություն է։ Իսկ տեղյակ եք, որ չէ, այդ տեսնում եք, որ կարդակ փաստաթղթերը, այլ ուղղակի ոչ թե մենակ TV 5-ի բաներ, լուրերը նայեք կամ մենակ անդիմար, բա որ կարդացել եք, բա որ գնում է նախ գործընթացը, բա որ կարդացել եք, ուզում եմ կարող եք թողնես վերջացնեմ։ Չեմ ասելու քեզ։ Այտենց, որտեվ հարց ես տվել, ուզում եմ այդ հարցին հələ պատասխանեմ։ Այ որ վերջացնեմ այն հարցը, կարող է մարդ ես բարի գտնվեմ եւ պատասխանեմ այն հարցին։ Կարամ պատասխանեմ, որ փաստաթղթերը կարդալիս լինեիք, կտեսնեիք, որ հիմնարար փաստաթղթում, որը որ վավերացվել է թե Ադրբեջանում, իդեպ էլ էիք ասում Ադրբեջանը չի վավերացնելու, այստեղ կանգնած ասում էի վավերացնելու բան, 3 օր հետո Ադրբեջանի նախագահը ստորագրեց փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանը վերևից մինչև Իրանի սահման եւ Ադրբեջանի սահմանը վերանվելու, այսինքն դրանով ադրբեջանական կողմը նույնպես ստորագրել եւ հաստատել է, ինչպես նաեւ բառացի մի քանի անգամ Ադրբեջանի նախագահ, այն որ ասում եք, բա ինքը ինչի տենց բաներ չի ասում, մենակ դուք եք ասում, ասել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում է նույնիսկ այն հին տեսանյութը, որը որ դուք տարածել էիք, դուք նկատի չունեմ անձամբ ձեզ, որը որ տարածել էին 2022 թվականի, այնտեղ նույնպես Ադրբեջանի նախագահ դրա մասին ասում է, բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում, խոսում եք հավատից։ Տեսեք, ես ապացույցներ բերեցի, ինչ կարող եք ասել, ասեք Կարինե ջան, չլսեցի։ Այ ախպեր, մի հավատացեք, ես ասում եմ, դուք ստորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը, հավատացեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությանը, մնացածին մի հավատացեք, որտեղ աշխարհում ամեն ինչ կարա լինի։ Ինչա՞։ Հա։ Ասում էր, որ այլևս որևէ միջազգային փաստաթղթ գոյություն չունի, կա ուժի գործոնը։ Դուք հիմա ասում եք հավատանք Ալիևի։ Չէ, դրա համար չէ։ Դուք նկատել եք, որ ձեր բերված օրինակի աշխարհի ամենամեծ եւ հզոր պետություններից մեկի, եթե ոչ ամենամեծ պետության մեկի ղեկավարը ստեղ նաև ֆինանսական, ինչպես նաև քաղաքական ներդրում է արել եւ այդ երկրի նաև փոխնախագահ եկել այստեղ եւ դրա մասին խոսել է։ Եթե մենք հավատով լինեինք եւ մենակ հավատի վրա հիմնվեինք, այսքան փաստաթուղթ, այսքան պայմանագիր, այսքան բան չէր լինի, բայց պարզ է, որ աշխարհում գոյություն չունի 101% եւ նույնիսկ 100% բան, որովհետև մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եկեք։ Բա ինչ պետք է անենք, այո, բա ինչ պետք է անենք, միանշանակ ներողություն, այդ Պրագա ճանաչելը նշանակում է, Պրագա ճանաչելը նշանակում է այս Հայաստանը ճանաչելը։ Ես չի կարող Հայաստանի Հանրապետությունը չճանաչել, հասկանում ես, որովհետև եթե դու Հայաստանի Հանրապետությունը չես ճանաչում, ի հայտ է գալի օրինակ հապկի այն հայտարարությունը, որ ասում էր, դե մենք ոնց խառնվենք, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները դեմարկացված եւ դելիմիտացված չէր, այսինքն պարզ չի Հայաստանի Հանրապետության սահմանը որտեղ է։ Հայաստանի Հանրապետության հետս չանա կռիվ մի արա, ամոթա։
ամոթա, Սպիրոպե սպասի։ Չէ, ես ասել եմ, ես կհանդիպեմ իրանց հետ, միայն իրանց եթերում, իրանց եւ մի քանի խմբագիրների հետ, մնացած դեպքում Կարինե ջան, իսկ կլինի վերջացնեմ ասածս, որտեվ կարևոր է, որտեվ դուք տենց բաց եք թողում հարցերը, ձեզ թվում է ընթացքում մի հատ էլ երկու հատ էլ խոսակցության, մի րոպե, ստոպ, եւ հա, բա ինստիտուցիոն հիշողություն ունեք, բա Պրագայում եթե վերադառնանք, դրան ձնին է կվերադառնամ, Պրագայում եթե Հայաստանի Հանրապետության տարածքները մենք չճանաչեինք, մենք Պրագայում ոչ թե Հայաստանի բանն ենք անչախ, Ադրբեջանի տարածքն ենք, մենք մեր տարածքն ենք, որտեվ Հայաստանը սկսում է այնտեղ, որտեղ որ ավարտվում է Ադրբեջանը։ Եթե դու չես ճանաչում դա քո ամենամեծ դաշնակից եւ երաշխավորը ձեր կողմից, ձեր ուժի կողմից սիրված, Ռոբերտ Քոչարյանի կողմից սիրված Պուտինի գլխավորության մեր դաշնակիցը ասում է դուք Որ դե ինքն է ասում, հա, ես չեմ ասում։ Լսեք, որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի հետ, դրա մասին չի խոսքը։ Որովհետև դուք եք երաշխավոր առաջ քաշում եւ Տրամփի հետ կապված կասկածներ հայտնում։ Ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևիցե բան չկա, եւ եթե դուք Տրամփի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ, մենք ունենք ավելի հստակ բան, եւ այդ դաշնակից, երբ որ ժամանակը եկավ, ասես, դե ոնց որ պարզ չի Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում եւ մեզ ես եմ զանգել, բա այս ինչ է, այս ինչ ժանր է ուզում, այս ինչ ժանր է, մի րոպե, ես մի րոպե, իսկ այսքան տեսախցիկի առաջ, որ ասում եմ, քեզ թվում է ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, չնայած կարող է, որ ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, այդ ինչ խոսալու, կամ ելը կներես, էլի, այս ինչ ժանր է, պատասխանում եմ հարցին, այնտեղից ասում ես, որ զանգում եք, ես Պուտինին չեմ զանգում, ես Պուտինին չեմ, դա ձեզ չի վերաբերում, դրան կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ պատեհ կգտնի։ Ինձ մի ընդհատեք, պատասխանում եմ հարցին, չխոսակ Պրագայի մասին։ Դա հակահայկական, հակահայաստանի Հանրապետության դեմ նարատիվ է, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ով որ խոսում է Պրագայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր չլինի։